Քո ֆիզիկական գաղափարը, քո մարմինը հրաշալի ստեղծված էր որպես գործիք, որպեսի քեզ ծառայի, որպես միջոց քեզ թույլ տվող քո այն իրականությունն ապրել, որն ստեղծել ես քո գիտակցությամբ, որպեսի կարողանաս ճանաչել այն եսը, որը դու ստեղծել ես քո հիասքանչ հոգու ներսում։ Դրանից բացի հոգիդ քեզանից ոչինչ ավելին չի ուզում։ Հոգին մտահղանում է, գիտակցությունն արարում է, միտքը փորձ է ստանում եւ շրջանը փակվում է։ Եվ հոգին ճանաչում է ինքն իրեն իր փորձով։ Եթե նրան դուր չի գալիս այն, ինչ ինքն ապրում է, կամ ինչ-ինչ պատճառներով այլ փորձ է ցանկանում, հոգին ուղղակի իր նոր փորձ է մտահղանում, հոգին բառացիորեն մտքը փոխվում է։ Եվ շուտով մարմինը հայտնվում է շուրջբարի մեջ նոր փորձի։ Ես եմ ընտրությունը եւ կյանքը։ Միթե Աստված չէ հիանալի։ Ինչ ես կարծում, Հիսուս ինչ որ ասաց այդ արեց, թե չես հավատում, որ երբևիցե դա կարող էր պատահել։ Այդպես եղել է, հավատա։ Ակնհայտ է, որ հոգին երբեք մարմնից, մտքից չի հրաժարվել։ Ես քեզ որպես եռամիասնական արարած եմ արարել։ Դու երեք էություն ես մեկի մեջ, ստեղծված իմ կերպ եւ նմանությամբ, եւ եսի այդ երեք տեսանկյունները հավասար են մեկմեկուն նկատմամբ, եւ երեքից յուրաքանչյուրը իր ծրագիրն է կատարում, ոչ մեկն ավելի կարևոր չէ, մեկը մյուսին չի նախորդում, այս երեքը փոխադարձորեն կապնված են մեկմեկու հետ եւ ամենուր միշտ գործում են բացարձակորեն համարժեք։ Մտահղանալ, արարել, վայելել, սա է ծրագիրը։ Ես այս եմ քեզ տվել։ Ինչ մտահղանում ես, այն էլ արարում ես։ Ինչ որ արարում ես, այն էլ վայելում ես։ Ինչ որ վայելում ես, այն մտահղանում ես։ Եթե օրինակ մարմնիդ ստիպես ինչ որ բան, ասենք բարեկեցություն, ապրել, ապահովված զգալ իրեն, ուրեմն շուտով կգա մի պահ, որ կսկսես զգալ դա հոգուտ մեջ, սա էլ գիտակցությանդ մեջ կներդնի նոր միտք, հարուստ լինել։ Նոր մտքից ծնվում է նոր փորձ եւ մարմինը շուտով կսկսի ապրել իր իրականությամբ նոր, որպես մշտական վիճակի։ Միասնական են քո մարմինը, գիտակցությունը եւ հոգին, եւ քո ամբողջականության մեջ դու իմ աստվածային սուրբ հանրագումարի եւ հիմքի միկրոտիեզերքն ես։ Իսկ ես ամենը, սկիզբն ու վերջը։ Այժմ դու հասկանում ես։ Իսկ հիմա ես ավելի մեծ գաղտնիք կբացահայտեմ քեզ, քո իսկական եւ ճշմարիտ առնչվածությունն ինձ հետ։ Դու իմ մարմինն ես։ Ինչ որ քո մարմինն է քո գիտակցության եւ հոգու համար, այն էլ հավատա դու ես իմ գիտակցության եւ հոգու համար։ Եվ այդ պատճառով ամենը, ինչ ես ապրում եմ քո միջոցով։ Եվ այդ պատճառով Հիսուսն անխախտելի ճշմարտություն հաստատեց, երբ ես եւ իմ հայրը մի ենք բարձրաձայն հայտարարեց։ Իսկ կան նույնիսկ ավելի մեծ շատ ճշմարտություններ, որոնց մենք երբևիցե անշուշտ կհաղորդակցվենք։ Քանզի ինչպես դու ես իմ մարմինը, այնպես էլ ես եմ ուրիշինը։ Ուրեմն դու ինչ ես, Աստված չես։ Այո, ես Աստված եմ, ինչպես դու այժմ այն հասկանում ես։ Ես Աստվածուհի եմ, ինչպես դու նրան գիտակցում ես։ Ես հիմնադիրն ու արարիչն եմ ամենի, ինչ որ դու հիմա գիտես եւ ապրում ես, իսկ դուք երեխաներն եք իմ սիրելի, ինչպես նաեւ ես եմ երեխան ուրիշի։ Դու ցանկանում ես ասել ինձ, որ նույնիսկ Աստված ունի Աստված։ Ես ցանկանում եմ ասել, բացարձակ իրականության մասին քո պատկերացումը սահմանափակ է ավելի, քան դու կարծում ես։ Իսկ ճշմարտությունն ավելի անսահման է, քան երևակայությունդ կարող է պատկերացնել։
Մի րոպե, դու ցանկանում ես ասել, որ իրականում հիմա այս պահին ես Աստծո հետ չեմ խոսում։ Ես արդեն ասել եմ քեզ, եթե դու ընկալում ես Աստծուն որպես քո ստեղծողին, ինչպես նաև Տիրոջը, ուրեմն, չնայած նրան, որ դու ես քո սեփական մարմնի արարիչը, նաև Տերն իրական, ես քո ըմբռնման Աստվածն եմ։ Այո, դու խոսում ես ինձ հետ։ Դա հիասքանչ զրույց էր, եւ միթե այդպես չէ։ Հնարավոր է այդպես է, հնարավոր է նաև ոչ, բայց ես կարծում եի, թե խոսում եմ հետն իսկական Աստծո, Աստվածների Աստծո հետ։ Դե դու հասկանում ես, ամենաթունդ տղու հետ, բոսի հետ, գլխավոր։ Այդպես էլ կա, հավատա ինձ, որդիս, այդպես էլ կա։ Բայց դու ասում ես, որ վերևում քեզնից բարձր մեկն էլ կա։ Այժմ մենք ցանկանում ենք հասնել անհնարին, այսինքն խոսել այն մասին, ինչ խոսքով չես արտահայտի։ Դա այն է, ինչ փորձում են անել ձեր կրոնները։ Եկ մտածենք, թե ինչպես ամփոփենք այս ամենը։ Միշտը ավելի երկար է, քան դու կարծում ես, բայց հավերժը երկար է շատ ավելի, քան միշտը։ Աստված ավելի մեծ է, քան կարող ես պատկերացնել, նա կա հենց այն էներգիան, ինչ պատկերացնում ես անվանել։ Աստված ինքը արարումն է։ Աստված առաջին միտքն է։ Աստված վերջին փորձն է, ամբողջ ակնկալիքն է։ Աստված անժամանակ է, անսկիզբ է եւ անվերջ։ Աստված նաեւ ամենն է, ինչ գտնվում է դրանց մեջ։ Վիճակվել է քեզ երբևէ նայել մոլեկուլին ուժեղ մանրադիտակի տակ բազմիցս մեծացրած եւ ասել Աստված իմ այնտեղ ներքևում մի ամբողջ տիեզերք կա մեզանից թաքնված։ Եվ այդ տիեզերքի հանդեպ ես ներկադիտորդս հանգիստ կարող եմ զգալ ինձ Աստված։ Վիճակվել է արդյոք քեզ երբևիցե ասել դա, վիճակվել է արդյոք քեզ նման մի բան զգալ։ Այո, ես կարծում եմ, որ նման բան հանդիպել է մտածող յուրաքանչյուր մարդու իր կյանքում։ Այո, եւ դու ինքդ էլ շատ լավ պատկերացնում ես այն, ինչ որ հիմա ես քեզ եմ բացատրում։ Իսկ ինչ եթե ասեի քեզ, որ քո պատկերացրած այդ իրականությունը երբեք չի ավարտվում։ Բացատրիր, դու կարող ես այդ ինձ բացատրել։ Եկ վերցնենք տիեզերքի ամենափոքրիկ մասնիկը, որը դու կարող ես պատկերացնել։ Ասենք թե այժմ կիսիր այն։ Լավ։ Ինչ ստացվեց։ Երկու ավելի փոքրիկ կեսեր։ Բացարձակ ճիշտ է։ Իսկ հիմա դու կարող ես դրանք էլ կիսել։ Եվ ինչ ստացվեց։ Երկու ավելի փոքր կեսեր։ Ճիշտ է։ Իսկ հիմա էլի ու էլի։ Եվ ինչ կմնա։ Ավելի ու ավելի փոքրիկ մասնիկներ։ Այո, բայց վերջի վերջո դա երբ կդադարի։ Քանի անգամ կարելի է կիսել այդ մատերիան, մինչև այն կդադարի գոյություն ունենալ։ Չգիտեմ, կարծում եմ, որ հավանաբար երբեք դու ցանկանում ես ասել, որ երբեք չես կարողանա կիսել նրան այնպես, որ այն լրիվ վերանա։ Ամենը, ինչին կարող են վերել քեզ գործողություններդ, ամենը, ինչ դու կարող ես, փոխել նրա ձևը։ Ստացվում է այդպես։ Ուրեմն ես ասում եմ քեզ, հենց նոր դու իմացար ամբողջ կյանքի գաղտնիքը եւ լուրջ հայացք նետեցիր անվերջության մեջ։ Հիմա ես հարցնում եմ քեզ։ Հարցրու։ Ինչն է քեզ ստիպում մտածել, որ անվերջությունը կարող է ծավալվել միայն մեկ ուղղությամբ։ Այսինքն նշանակում է, որ սահմաններ չկան, ինչպես ներքևում, այնպես էլ վերևում։ Պարզապես գոյություն չունի վերև ու ներքև։ Բայց ես հասկանում եմ, թե ինչ նկատի ունես։ Բայց եթե սահման չկա փոքրին, ուրեմն սահման չկա եւ մեծին։ Ճիշտ է։ Իսկ եթե չկա սահման մեծին, ուրեմն մեծագույնն էլ չկա։ Ուրեմն ամենամեծ հաշվով
Աստված նույնպես չկա։ Կամ էլ Աստված է այս ամենը եւ ուրիշ ոչինչ չկա։